Այսօր մայիսի 14-ն է, արդեն 11 օր է ինչ փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։ Կոտայքի մարզի փրկարարներին միացել են նաև Երևանի, Գեղարքունիքի եւ մյուս մարզերի փրկարարները։ Ինչպես տեսնում եք, աշխատանքները իրականացվում են գետի ամբողջ երկայնքով։ Ցել են որոնողական աշխատանքները այսօր առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում։ Ընթանալու է մինչև երեկոյան, երբ որ ավարտ կտրվի, չգիտենք երբ։ Վաղ առավոտից Մարմարի գետի ափին դարձյալ հավաքվել են փրկարարական ջոկատները, աշխատանքի ու գետափի հատվածների բաժանում արել եւ շարունակել որոնումները։ Գետի երկայնքով բաղերի կամուրջ ասված տեղից մինչև մոտ մի 3 կիլոմետր հատված մյուս հաջորդ կամուրջը մինչև։ Որոնողական աշխատանքների ամբողջ համակարգը կոորդինացնում է Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը։ Վարչության պետ փոխգնդապետ Գևորգ Սեթրակյանը պատմում է, թե ինչ ծավալի աշխատանքներ են արդեն իրականացվել եւ ինչ միջոցներ են կիրառում երեխային գտնելու համար։ Ժամը 11:45 Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ ենք ստացել, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել, որը հավանական տարբերակ կա, որ ընկել է գետը, քանի որ տունը գետին մոտ է։ Այդ ժամից սկսված մինչ այժմ, այսօր մայիսի 14-ն է, ինտենսիվ ձևով որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մինչ այս ժամը ներգրավված են եղել շուրջ 796 փրկարար ծառայողներ, շուրջ 450 ոստիկանության ծառայողներ, ներկա պահին ընդհանուր թե Մարմարիկ բնակավայրում, թե Մարմարիկ գետի երկայնքով, թե Մարմարիկ բնակավայրի հարակից բնակավայրերում եւ Աղբյուրակի ջրամբարում շարունակվում է որոնողական աշխատանքները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, Աղբյուրակի ջրամբարի հատակն ենք նկարահանել։ Մինչ այս պահը դեռ արդյունքի չենք հասել, որոնողական աշխատանքները ինտենսիվ ձևով շարունակվում են։ Այսօր ներգրաված են 100 փրկարար ծառայողներ եւ ոստիկանության ծառայողներ։ Նաեւ մայիսի 4-ից մինչ այսօր ներգրաված են բազմաթիվ կամավորներ եւ Մարմարիկ բնակավայրի հարակից բնակիչներ։ Որոնումներին մասնակցել են նաև կինոլոգներ, վարժեցրած շներով, օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիական միջոցներ, դրոններով ուսումնասիրվել դժվար հասանելի հատվածները։ Նկարահանվել է նաև Աղբյուրակի ջրամբարի հատակը։ Առանձնահատուկ է կամավորների մասնակցությունը։ Կամավորների մոտավոր թիվ կարող եմ ասել 100-ից ավել կամավորներ մեր հետ միասին այդ աշխատանքների մասնակցել են։ Առաջի 2 օրը ավելի ինտենսիվ են եղել, իրանք ավելի շատ է եղել։ Ներկա պահին էլի Մարմարիկ բնակավայրի բնակիչներ եւ հարակից բնակավայրի բնակիչներ մեր հետ միասին բոլոր շինություններում, բոլոր բնակավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ։ Կամավորներից շատերը եկել են մոտիկ ու հեռու բնակավայրերից, թողնելով իրենց առօրյա գործերը։ Ասի մենք հողագործ տղեկ ենք, ես ու այս տղեկը հողագործություն են։ Սա հողագործություն թողել ենք։ Սաղին խնդրել ենք, ասել ենք այսօր չենք կարող մասնակցենք, եթե մենք տենանք ինչ ենք անում։ Որոնումներում ներգրաված են տարբեր մարզերից ժամանած փրկարարական ուժեր։ Ինչպես Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներից են մասնակցում, այնպես էլ բոլոր մարզերից ներգրաված են, հարակից մարզերից ներգրաված են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Գեղարքունիքի ջրասուզակներն են մեր հետ միասին։ Գիշերային ժամերին որոնումներն ընդհատում են, հաշվի առնելով դժվար անցանելի տեղանքի պայմանները եւ փրկարարների անվտանգությունը։ Սակայն արդեն հաջորդ առավոտ կրկին վերսկսում աշխատանքը։ Որոնողական աշխատանքները սկսում ենք վաղ առավոտից, ժամը 7-ից, սկսում ենք Մարմարիկ բնակավայրից, մինչև ժամը 22:00 մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցնում ենք, նորից վաղ առավոտից շարունակում ենք։ Չնայած անցած 11 օրերի ինտենսիվ որոնումներին եւ հազարավոր մարդկանց ջանքերին, մինչ այս պահը փոքրիկ Տիգրանը դեռ չի գտնվել։ Փրկարարները հավաստիացնում են, որոնումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև երեխան գտնվի։ Դավիթ Գենջոյան, Ստեփան Տիգրանյան, Renews Armenia։